Սուլթանը ում հրամայի կմորթեն, եթե չի հրամայում կդնեն սուլթանի դեմ կապստանվեն։ Մինչև հիմա ուղեղից մեջ չի տեղավորվում էր հարավային հարևանին սկսում են ռմբակոծել ու նույն օրը Հա, իմիջիալոց մենք տարբեր հայացքներ ունենք քաղաքական առումով։ Լրտեսները այնտեղ կան իհարկե, որտեղ sense ճշգրիտ հարվածներ մենակ տիեզերքով հնարավոր չի։ Բաքվի հանրապետությունը ինչ Իսրայելը անում է, նույնը ինքն է վերցնում այդ տակտիկան։ Թուրքինով շնորհավորելը աշկից լույսը չի, այդ թվում նաև ասենք շատ-շատերի սիրելի Սլավա Ուկրաինան, որ կապիկություն են անում հայերը։ Փողեր տվե, ասել էր իմ տեղը կռվի։ Իմաստը է դա, պատմությունից դաս քաղել, ինչ-որ բաներ սովորել ու դեպի լավը գնալ։ Ուրիշ իմաստ չկա։ Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ։ Բարև ձեզ։ Այսօր մեր ոդկասթի հերթական օրն է։ Այսօր ամսի քանիսն է։ Այսօր ամսի 17-ն է, մարտի 17-ն է, ժամը 20:16 րոպե։ Հա, քանի որ մենք ընդհանուր զրույց չենք անում, այլ մի քիչ իրադարձային է, ոնց որ ասենք Իրանի վերաբերյալ ամսաթիվ շեշտելը ճիշտ է։ Բայց արի միջև շեշտելը հիշեցնենք, որ մի քիչ ակտիվ լինեմ մեկնաբանություններում, լայքեր, դիզլայքեր, կիսվեք հաղորդումով, եթե դուրներ շատ է գալիս գրանցվեք Patreon-ին։ Գործողություն, որը ընդլայնի, ասենք, այս բանը ռոլիկների նայողների քանակը։ Իսկ եթե կարողանում եք, եկեք ֆիզիկապես մասնակցեք։ Դա ոմայի դասընթացների։ Հա, այս երկուշաբթի նոր դասը սկսել, Իմիջիալոց հանդիպումներ ենք ունենում, որը որ пассив գալիս եք, այսինքն նստում եք, ոնց որ մենք ենք նստում, բայց ավելի շատ լսում եք։ Ամսի 26-ին ՀՊԱ-ի թեմայով Արման Պողոսյանն է բանախոսը լինելու։ Մեր մարտական ընկերը, որի հետ մենք հաղորդում ենք նկարել։ Որը չթողեցինք ինքը բացի, այդ կարող գաք արդեն լայվ չտենակ է, հենց բնական իրան լսեք ու ձեր հարցերը կարող եք իրան հղել արդեն։ Լավ, գանք բանին։ Իրանի վերաբերյալ մենք զրույց ունեցել ենք։ Իրանի վերաբերյալ մեկ զրույց ունեցել ենք ամենասկզբում։ Հա, 3-4 օրներ։ Էսի արդեն մոտ 3 շաբաթ անցել է։ Շատ բան է փոխվել։ Իրականում ոչ մի բան չի փոխվել։ Չէ, այսօր օրինակ խոսույթներն են փոխվել։ Խոսույթները փոխվել է, հա, փոխվում է։ Ուղղակի այսօր Իրանի համար վատ նորություն է տարածվել, հələ որ չեն մերժել, չեն հերքել դեռ Խամենեի Այաթոլլահի ժամանակ էր նույն ձև գնում, որ Ալի Լարիջանին է հերթական զոհը դարձել, որը անվտանգության խորհրդում էր, չէ՞, որը փաստացի ինքն էր այս ամեն ինչը ղեկավարում Իրանի, բայց ինչև էտել Այաթոլլան էր, իր ռազմական վերխուժքեն բոլորին վերացրեցին, մեկը համակարգային երկիր է։ Հա, բանը, այս մոտավորապես արդեն 3-4 ամիսը միջազգային չգրված կանոն է բան եղել, խախտվել, բանը Մադուրոյի գողանալով, որի բանն այլ, դե ոնց է, երբ որ ինչ-որ մի բան անում ես, հետո կարում ես այդ նույն ոճի ավելի վատ բան անես։ Բայց նույն ոճով կարում են քեզ էլ արդեն պատասխանել։ Հա, դե բնական է, դուռը բացել ես այդ հնարավորությունների բանը, պատուանը բացել ես։ Պանդորայի արտղը բացել է։ Բացել ես, ղեկավարություն ոչնչացնել ու քաղաքացիական ղեկավարներին ձերբակալել կամ ոչնչացնել։ Այստեղ նշեմ, որ պարսկական մամուլում էլ ինֆորմացիա է տարածվում, որ Նետանյախուին է ոչնչացրել, ու արդեն մի քանի հատ վիդեո է տարածվել։ Բացի դրանից մի քանի հատ վիդեո է տարածվել 6 մատանից բացի, հետո են որ հելավետի հերքեց, ձեռներն էր ցույց տալի, տեսեք ես եմ, կոֆեն պռնկ լցած էր ու չէր թափվում մոտը, խմեց, էլի չպակասեց, դրանից հետո էդ էլ հերքող բան եկա, որ նայեք ես եմ, նայեք բանը, ու մատանիներ ընթացքում կորում հայտնվում։ Վաղջան, մի տարի առաջ պատերազմական գործողություններ, նմանատիպ գործողություններ էր Իրանի հետ։ Հա, բայց չէին խփում։ Խփում էին ռազմական ղեկավարների, քաղաքական ղեկավարներին չէին։ Ռազմական օրենքների, ասենք, կանոնների խախտում չկար։ Կարմիր գծերը չէին ասում։ Հիմա քաղաքացիականներին են սպանում։ Կապ չունի ինքը բանա այդ պետության ծառայողա, ասենք արտգործնախարարությունում կամ անվտանգության խորհրդում, ինքը քաղաքացիական է, թեկուզ ասենք բանը ոգեշնչող, ասենց ինչ որ ճառեր ասի, թեկուզ
անպատվի հակառակորդ կողմի ղեկավարներին, դա կապ չունի։ Իրան դրա համար սպանել, դա չգրված օրենք էր։ Ջայլոց է դրա հետ կապված, այսօր մի հատ մեր ընկերներից մեկի գրառումն եմ կարդում, որտեղ ինքը այդ թեմայով է խոսում ու ասում է Իսրայելի կցորդը, այս կողմը, դա Բաքվի Հանրապետությունն է։ Ու Բաքվի Հանրապետությունը, ինչ Իսրայելը անում է, նույնը ինքն է վերցնում այդ տակտիկան։ Այսինքն մեծ հավանականություն կա, որ ինքն էլ արդեն քաղաքական Հայաստանի ղեկավարներին խփում։ Հա, չնայած հələ մեծ հարցակալ է իրան վնաս տալիս են, թե չէ։ Հա, քանի որ ռազմական գործի մեծ գիտակներ են, սարսափելի, ասենք, վեճի ալիք կբարձրացնենք այն 20 հոգու մեջ, ով որ մեզ նայում է, հա, եթե 20 չեք կիսվեք, հա, կոմենտ գրեք, եթե 20 չեք արել։ Բայց ամեն դեպքում պետքա մտածեն, էլի, ով որ ղեկավարա լինելու, այդ ուղղությամբ կարելի է մտածել։ Ես բանի հետ եմ, էլի, եթե մենք հիմա սկսենք այդ թեման մի քիչ ծավալել, որ իրանց խփի արդյոք թուրքը ցանկություն կունենա իրանց վատություն անելու, թե մենակ կամ պատվի։ Այն էլ ասենք ավելի շատ իր ոչ թե Իրան կամ Իրան անպատվի, այլ զուտ ներքին լսարանում կզսնող տղու կերպարով հանդես գա, ես նկատի ունեմ Բաքվի ավտոկրատորը։ Պետության ղեկավարներին լավ, պետության անմիջապես ղեկավարը ինքը գլավնակոմանդուющий է։ Մեր օրենքներով իհարկե ոչ, Հայաստանի Հանրապետության վարչապետը 20 թվականին, եթե ռազմական որոշումներ է կայացրել, ինքը օրենք է խախտել, որովհետև մեր օրենքներով ինքը գլխավոր հրամանատար չի։ Ինքը գլխավոր հրամանատար դառնում է պատերազմը սկսելու ժամանակ, երբ որ պատերազմ է։ Ինքը փաստացի պատերազմ Իսկ 20 թվականին, քանի որ Հայաստանի Հանրապետությունը պատերազմին չի մասնակցել, պատերազմը եղել է Արցախի Հանրապետության եւ Բաքվի բռնապետության մեջ, մենք եղել ենք ընդամենը որպես գարանտ անվտանգության Հայաստանի Հանրապետության զինվորական ուժերով, ինքը չէր կարա լինել զորահրամանատարներին հրաման տվող։ Առիթ եղել է, որ մեր տարածքում Հայաստանի Հանրապետության սոտքում տոշկա ու խփեցին, եթե չեմ սխալվում։ Խփեցին ի պատասխան։ То есть ինքը չզարգացավ պատերազմական իրավիճակը խփել Հայաստանի Հանրապետությունից ինչ որ բան թռել է կամ եկել է ու խփել է, ընդեղից պատասխան է եկել։ Չզարգացավ որպես պատերազմի չվերածվեց։ Իսկ ռուսական ուղղաթիռը որ խփեցին, ասին վայ կներեք, գիտենք հայկական է։ Չէ, դա շատ կոնկրետ ռուսներին էին խփում։ Բայց մեզ էլ են անպատվել, երբ որ ասում են կներեք հայկական է մեր տարածքով թռչող ուղղաթիռին, պետք է մի հատ հարց տային գոնե, էլի։ Արտգործնախարարությունը պետք է հարց տա։ Դրա պետք է հարց տար, այդ անասունն էր, բա մեր ուղղաթիռին խեիք ուզում խփեիք, այդ ուղղաթիռը ենթադրենք մերն է ու ձեզ չի սպառնում։ Իմիջիալոս զինադատարի պայմաններում թուրքերի ուղղաթիռ խփել, որը որ սահման չէր խախտել։ Սահմանին զուգահեռ էր էթում 15 թվականին, ինչքան հիշում եմ, 15 թվականի աշնանը։ Եվ էկիպաժի տղաները զոհվել էին ու հայկական, ասենք, հետախուզության դաշտային Արցախի Հանրապետությունը 15 թվականին դաշտային ծառայողները փայլուն օպերացիա անցկացրեցին այդ դիակները հանելու, էվակուացնելու, հա, մի քիչ էլ, չգիտես խի, արանքում այդ դարանակալած թուրքեր վարի գնացին անհասկանալի պատճառներով։ Այդ մի քիչ էլ գովանք մերոնց էլի ասենք։ Դա իրականություն անես չի, որ հորինում ենք թե իրականում լավ օպերացիաներ 20 թվականին էլ է կազմակերպվել, ուղղակի լայնածավալ չի եղել, այսինքն մեծ քանակ, երբ որ մեծանում էր մարդկանց քանակը, դասակի կազմով անում էին, ոչ կարող անում էին բատալյոն, գումարտակ ու բարձր արդեն Դրա համար էինք մենք առաջարկում, որ բատալյոններում, գումարտակներում կառավարման կենտրոններ ու իմիջիայլոց այդ կառավարման կենտրոնները, երբ որ մենք առաջարկում էինք մեր գումարտակի զինծառայողների, մեր մարտական եղբայրների մշակած համակարգը, երբ որ մենք առաջարկում ենք սաղ աշխարհով երևի մի 4-5 հատ կառավարման կենտրոն կար գումարտակի մակարդակի վրա, ասենք Ամերիկա, Իսրայել,
չեմ հիշում, մի քանի եվրոպական երկրներ կան, Ֆրանսիայում հարուստ մի քանի հատ երկիր կար, որ ու մենք եթե դա ունենայինք, մենք ոչ թե աստիճանով մի աստիճան էինք բարձրանում, այլ մենք ցատկում էինք մի 5-6 աստիճան վերև, բայց քանի որ մեր մոտ քաղաքական որոշում կայացնողը չգիտես խի, ասենք, կայացնողները չգիտես խի իրենց գիտելիքների վրա չաշխատելով ռազմական որոշումների վրա մեծ ազդեցություն են ունենում, ռազմական որոշումները կայացնողներն էլ մի քիչ չեմ ուզում վատ բան ասեմ, զգուշավոր են լինում, արդյունքում Հայաստանը դեռևս այն վաղ ձեռք չբերեց էդի։ Հիմա խիստ շուռ եկանք դեպի Հայաստան, հետախույզներին ասենք ես որ գովում էի, նաև ասենք դրա պատճառով, որ Ամերիկան որոշել է ոնց որ թե բանի սցենարը արդեն զարգացնի, հարասլավականը չստացվեց, ես կարծեմ ասել եմ, ստուդիայում խոսացել ենք ստեղ, որ հարասլավական սցենարն ռմբակոծությունով միայն, բայց դրանից հետո սկսեց բացի ռմբակոծությունը կոնկրետ աշխարհազորի Բասիջի ուժերին այսօր նորությունը ռմբակոծություն, բայց ինչի համար են Բասիջին խփում, որպեսզի իրանք զսպող ուժ են, այդ իրանց դիվերսիոն գործողությունների, իսկ դիվերսը ոչ թե ռազմական, դիվերսանտների, այո, ոչ միայն ռազմական, այլ նաև այդ ցույցեր հրահրել, դրա համար իրանք զսպաշապիկ էին։ Ես տարբեր տեղ ու այսօր ինֆորմացիա էլի բանով եկավ, որ Բասիջի հրամանատարին են խփել Լարիջանի հետ։ Նա ես տարբեր տեղեր խոսացել եմ դրա մասին, չեմ հիշում, ստեղ ասել եմ, թե չէ, որ Դբրոցին խփելը կոնկրետ միտումնավոր է խփվել, ու դրանից անմիջապես հետո սկսել են ոստիկանության կենտրոններին խփել։ Իսկ սա իրար հետ կապված է։ Դա կապված է, որտեղ Դբրոցում հիմա կարճ համառոտ կրկնեմ ու շարունակեմ միտքս, էլի։ Դբրոցում այդ սարսափելի այդ հանցագործությունը, մեղքը, որի համար անպայման այն աշխարհում, ասենք, Աստծո դատաստանի առջև կանգնելու են այդ Իսկ թվում է այս աշխարհում էլ որոշում կայացնողներն էլ այդ 160-ից ավել, ասենք, երեխա սպանելը, դրա համար պետք է պատասխան տա մարդ, էլի, չի կարա այտենց գրեխով ապրի։ Լավ, բանը, այդի արվել են դրա համար, որ բողոքի ակցիաներ լիներ եւ բողոքի ակցիաներին ոնց էլ լինի մարդ կլինի, որ կանպատվի նաև կողքիններին, ասենք վշտից։ Իսկ կողքինները ովքեր էին, ով է պատասխանատու ներսից, ցուցարարի կողքը գտնված տեղի իշխանությունը, ով է մեղավոր, չի պաշտպանել, ասենք, իր դբրոցականներին, տագնապ չի հայտարարել, մարդիկ այտենց կմտածեն, էլի, չի ասել դբրոց մի եկեք, ու այտենց տարբեր իշխանություններ։ Շատ լուրջ բաներ, որ ցույցեր սկսեին, ուղղակի մոտները չի ստացվում, բայց մի հատ հետաքրքիր բան էլ եմ կարդացել, որ ամերիկացիք հատուկ ստորաբաժանում ունեն, ովքեր ռմբակոծությունների ժամանակ կամ առաջ ավելի ճիշտ է, քաղաքացիական օբյեկտները ֆիքսում են, որ այդ բաների վրա չընկնի։ Պատերազմից երևի մի քանի ամիս առաջ, դա Վիետնամից հետո իրանց մոտ ստեղծվել է, բայց մի քանի ամիս առաջ 250-ից կրճատվել է այդ ստորաբաժանումը, 40 հոգի է դարձել։ Կարող է տեխնիկան, ռոբոտները նույն գործն անեն։ Կարող է, բայց բանը ամերիկյան լրատվամիջոցները տանում են դրան, որ պաշտպանության միտումնավոր արված, որպեսզի իրենց ռազմական հանցագործությունները պատերազմի նախարարի վրա են էլի տանում իրականում, որ ինքը ինադու է դա արել ու քիչ-քիչ ոնց որ մեղքը արդեն իրա վրա այդ զոհերի երեխաների մասին է խոսքը։ Եվ ուր է տանում այս ամեն ինչ։ Ոնց է կարծում։ Ասենք Լիբիական սցենարի նախանշաններ դե կան, դեսանտային 82-րդ դիվիզիան է, մոտենում ոնց որ թե արդեն եկել է, արդեն հեսա կհասնի եթե ծովային հետևակն է, սկզբից ասում էին 2.500 հոգի, բայց դա քիչ է իրականում շատ Պարսկաստանի համար։ Լիբիական սցենարի համար այսինքն շատ է։ Լիբիական սցենարի մեջ զորքերը հանրապես չեն օգտագործվել։ Եղել է մենակ սպեցնազներով ներթափանցում եւ ապստամբ կոչվածներին, ասենք, համ դիվերսիոն գործողություն, հետախուզական եւ դիվերսիոն, համ էլ ապստամբներին պարապացնել եւ զինել։ Ամերիկացիների մոտ շատ բան չստացվեց։ Սկզբից խոսք կար, որ քրդերը հեսա մտնելու են ու որոշ քրդական խմբեր փորձել են մտնել իրանական մամուլում, հաստատեցին դա, իրենց զինված ուժերը հաստատեց, բայց հետո բոլոր մեծ առաջնորդները քուրդ իրաքյան
ասին մենք չկանք։ Դե էդի պատճառն էլ հասկանալի է։ Պատճառը դե միջև այդ որ դες կիսը մտածում են, էլի իմ համար շատ անհասկանալի էր։ Նոր էր Սիրիայի բանը քուրդերին բրախել շատ կոպիտ է հնչում, բայց բրախել Ամերիկան թողել էր որ ուտեն։ Բայց քրդերը բանը այդ ասացվածքով էին բանը, որ я за любой хипиш, кроме голодовки։ Բայց հասկացան որ նույն ձև էլի իրանց մորթը տալիս են բանը մատաղանալու։ Սա երևի մի 800 տարի կլինի քրդական բաները, համայնքները, առաջնորդները, իրանց ստեղծված զորախմբերը, զորահրամանատարները աչքի են ընկնում դրանով, որ հերիք էր մի հատ բզեր, Եվրոպայում էլ, ասենք, թուրքահպատակ, այտենց մի հատ ուժ կար, դա ալբանացիներն էին։ Ստե քրդերն էին ընդ ալբանացիք, որ բանա սուլթանը հրամայի կմորթեն, եթե չի հրամայում կդնեն սուլթանի դեմ կապստանվեն։ Քուրդը տենց է եղել, так что չեմ կարծում, որ իրանց զսպել է միայն այդ դասը, մանավանդ իրանք ազգակցական կապել չունեն, ասենք Սիրիա բանա, դե քրդերը ինչքան հիշում եմ 12 թե 10 քանի աշիրետ են, այդ ցեղամիավորումներ են, եւ բանա նենց չի որ շատ լավ են, իրանք նույնիսկ նույն լեզվով չեն խոսում, այդ ասենք կուրմանջի, սեյով մի հատ ուրիշ լեզու կա, բան սենց այդ տարբերվում է իրարից, ոնց որ խոսքի հայերեն արարատյան դաշտավայրի, այսպես ասած գրական լեզուն ու համշենա լեզուն, բանա կապանա լեզուն, չգիտեմ, մարդակերտա լեզուն, մի քիչ դժվար ենք, չէ՞ իրար հասկանում։ Չէ, համշենա հայերը համաձայն են, բայց մնացածին չկհասկանաս։ Արագ խոսալուց մի ֆակտ, ամենայն դեպս, բանա, այտենց բառապաշար կա, որ որ չի օգտագործում, բայց շատ արագ կհարմարվես իրականում, էլի։ Իրանք էլ կարող է հարմարվեն, բայց սկզբից ասենք իրար այնքան էլ լավ չեն հասկանում, իրանց լեզուները տարբեր են։ Հիմա բանա, այս եթե իրանք լիբիական սցենարով էթան եւ արդեն սպեցնազները, լրտեսները այնտեղ կան իհարկե, որտեղ sense ճշգրիտ հարվածներ մենակ տիեզերքով հնարավոր չի։ Ու իմիջայլոց այն բանից հետո եղավ, երբ որ Լարիջանին ու մնացած քաղաքական ու ռազմական ղեկավարները Հելան Խոցի օրը քայլելու։ Հելան փողոց քայլելու, ժողովրդի շփվեցին, դուխ տվեցին ու մի քանի օր հետո տեղը գտան կոպիտ ասած Լարիջանի, միջև էլ չգիտեն։ Երևակայի այդ քաղաքացիականների մեջ նաև բանա լրտեսներ եւ ասենք դավաճաններ կային, ովքեր որ տեղյակ պայծին։ Հա իմիջիալոց էս որ մենք ասում ենք, ոչ մի դեպքում, ասենք գոնե ես վաղինակին չեմ կարող ասեմ, թող ինքը ասի, ես Իրանին կողմնակից չեմ որպես ասենք, ես ամեն ինչը ձեզ պատմում ներկայացնում, որովհետեւ բանա պիտի օբյեկտիվ մի քիչ լսես, օբյեկտիվ հասկանաս, որ ճիշտ հետևություններ կարողանաս անես։ Մեր սաղ զրույցը ճիշտ հետևությունների եւ ինչ որ քայլեր դրա հիման վրա անելու մասին է խոսքը։ Ընդհանրապես այս սաղ հաղորդումները, որ դեպքում նկարվում է, իմաստը է, պատմությունից դաս քաղել, ինչ որ բաներ սովորել ու դեպի լավը գնալ։ Ուրիշ իմաստ չկա։ Ես օրինակ մի քիչ ավելի մարդկային առումով Իրանի կողմն եմ, այն բանի պատճառով, որ չեմ սիրում, երբ որ շատով մեկին ծեծում են։ Բայց մեր զրույցի մեջ իրականում պետք է աշխատես օբյեկտիվ լինես։ Դե աշխատում եմ մաքսիմալ օբյեկտիվ լինեմ։ Թե չէ այտենց վեգալ ենք, լավ, հանցագործություններ կա, որ կատարվել է այդ դպրոցը քեզ օրինակ, քաղաքացիական պաշտոնյաներին վերացնել։ Ես այդ առումով շատ օբյեկտիվ եմ, որտեղ մենք կարանք նաև հիշենք այն բաները, որ Իրանը շատ ավելի մարդավարի է Իրան պահում պատերազմի դաշտում։ Օրինակ նայեք, այսա ասեմ կհասկանաք, ու ասեմ հեչել աշկից լույսը չի, ոչ Իրանը հաշվի առնելով ասենք, որ Թուրքին ով շնորհավորել է աշկից լույսը չի, այդ թվում նաև ասենք շատ-շատերի սիրելի Սլավա Ուկրաինա են, որ կապիկություն են անում հայերը, այդ ուկրաինացիք էլ շնորհավորող 90 թվականների Թուրքի կողմից կռվող քաղաքականությունն է ընդհանրապես իրանք իրենց չէ իմ համար բանա ինքը մի քիչ անձնական է այնով որ Թուրքին շնորհավորել է աջակցել է 90 թվերին կամ հիմա արդեն անց քիչ թե շատ աշկից լույսը չի բայց տես որ նայես Իրանը մեզ էլ է աջակցել 20 թվականին ես պետք չեմ ասում 90 թվականներին то есть արդեն աշկից լույսը չի հիմա ես անշնորհակալ չեմ եթե ասենք վառելիք է եկել ինչ որ պահին ես կարամ ասենք ինձ զսպեմ էմոցիաները ուզում եմ ասեմ աշկից լույսը չի ոչ Ամերիկան իր փայլուն ասենք ստրատեգ Տրամփով ոչ էլ ասենք Իրանը
իր կեղծ բաներով, էլի որոշ նարատիվներով, որ մենք քրիստոնյա ենք, մուսուլմաններին շնորհավորի, սա մուսուլմանական ժողովների ժամանակ Իրանը բոլոր հակահայկական բաներին, ասենք, ոչ չի քվեարկել։ Կարող է մի երկու դեպք եղել է բանա եղել, ձեռնպահ եղել, միշտ կողմա քվեարկել են բաները, որ մուսուլմանական այտենց մի հատ համաժողով կա, համ իրենք, համ էս մեր երկու կողմից հայկական հողերում բուն դրած թուրքերը տեղ ներկա են։ Ուզում եմ ասեմ, օբյեկտիվությունը մաքսիմալ փորձում եմ պահեմ, բայց Իրանը, ստեղ կոնկրետ, Իրանը ավելի բան է պահում, մարդավարի ավելի պատվով է պահում, ինչի հետ եմ, ասենք խփում են բանին, ինչ-որ օբյեկտին, իրանք ի պատասխան նույն նմանատիպ օբյեկտներին խփում են, բացի ռազմական օբյեկտներից, ասենք խփեցին նավահանգիստին, իրանք նավահանգիստին են խփում, ամերիկացիք Իսրայելը խփում է, օդանավակայանին քաղաքացիական, իրանք էլ են խփում, բանկին խփեցին կենտրոնական, իրանք խփեցին են բարձրահարկ բանկի շենքին, իրանք խփեցին, ասենք, ջրամաքրման կայանին, Իրանը չխփեց, որովհետև այդ ջրից մի քանի միլիոն մարդ է օգտվում, չի խփել, սարքերին չի խփել, ինքը խփել է Իրան պաշտպանող հակաօդային բաներ, ռաշետներին, ինֆորմացիա կա, որ բանը չի խփել, 100% բան եմ շարքից դուրս են եկել, բանա, էդի բանա, պրոպագանդայա, լինենք օբյեկտիվ, այն ինֆորմացիան, որ ես ունեմ, չի խփել, խփել է իրանց կողքը եղած ռազմական օբյեկտներին, որոնք երևակայի պաշտպանում էին, ոնց որ Ամերիկան չի խփել բանա Իրանի նավթի բեռնման կայանին, խփել է այդտեղ եղած կողքի այրոպորտին եւ հակաօդային համակարգին, բայց այդ ռեզերվուարներին, ռեզերվուարներին որ տանկերները լցվի, բան Ամերիկան չի խփել։ Իսրայելն է խփել ու դրա պատասխան Իսրայելը այդ հարկ կղզու վրա խփել է։ Հարկ կղզին է, որ Թեհրանում տանկեր չես կարող հասցնել։ Դիչը նավթի պահեստները։ Չէ, ես ասում եմ այն բանը, որ տանկերներ են զապրավկա անում։ Հա, հասկացա։ Չէ, դե հիմա հաշվել են իրանք օրական 140 միլիոն դոլարի հիմիկվա գներով նավթ են ծախում։ Օրը։ Իրանը։ Այն դեպքում, որ պատերազմից առաջ 25 թվին վաճառել է 90-ից մինչև 100 քանի միլիոն, 110, 120, то есть հիմա ավելի շատ է ծախում։ Հիմա գներն է հելել։ Հա, կարող է նույն քանակն է տալի, բայց գները հելել է։ Կարող է, հա, բայց ինձ թվում է քանակներն էլ է ավելացել, որտեղ Օրմուզը փագա բոլոր նավերի համար։ Բանա, փորձեմ, բանա, այդ օբյեկտիվությունս էլի խախտեմ, որովհետև բանա, էլի շարունակեմ։ Դպրոցին խփել են ինքը քաղաքացիական, ասենք, կրթական ոչ մի համալիրի չի խփել, ջրի բանին չի խփել, то есть բաներ կա, որ Իրանը ունի կարմիր գծեր։ Ես դրա պատճառն էլ իրականում տրամաբանական պատճառ եմ տեսնում։ Որն է։ Ինքը քանի որ բան է, ոնց որ պետք է ասպետավարի իրան բայ, որ համաշխարհային հանրության կամ նույն ամերիկացիների բանը սկսի բան անել, համակրանքը վայելել, որ ամերիկացիք ելնեն ցույց անեն, ասեն ախպեր թարգ այսօր իրանց սպեցլուժբեքից մեկը ըստ իրանական բաների հրաժարական է տվել, ասելով որ Իրանը մեզ վտանգ չէր ներկայացնում, Իսրայելի ոնց որ դրդման բանկ։ Մենք հարձակվել։ Տուրսի Գաբորտը, հա, հետախուզության պետ այդ կինը։ Չէ, այդ կինը չէ, կնոջ մասին չէր խոսքը, հեսա ասեմ։ Բայց դա իրանական պրես, հա, իրանց նացիոնալնի ռազվեդկի այդ Տուրսի Գաբորտն է։ Չէ, Ջոկենտը։ Լավ բան է, բայց դա կարող է սուտ էլի, կարող է սուտ լինի, ասածս որն է, բան է, դա կարծում եմ դու սխալվում ես, ինքը նման է ասպետական պահվածքի, բայց ասպետական չի ապեր, ինձ թվում է դու սխալվում ես։ Այդ բառը կարող սխալ օգտագործեցի, բայց միտքս այն էր, որ ինքը փորձում է ինչ-որ բաներ կարմիր գծեր չհատել, որպեսզի ինչ տենան ինքը այնչի ինչ-որ պրոպագանդայով իրան ինքը տենալու համար չի անում։ Ես բազմաթիվ անգամ ասել եմ, որ չի կարելի Թուրքին փաթաթել մեր մտածելակերպը։ Հա։ Նույն ձևով Թուրքը էշ իր մարդակեր, հարազատ քույրասեր խասյաթը մեր վրա է փաթաթում։ Ամերիկացիներն էլ
փաթաթում է բանա Իրանի վրա ու Իսրայելն է փաթաթում Իրանի վրա իր մոտեցումները, իր մտածելակերպը, իր փսիխոտիպերը։ Իրանը կրոնական երկիր է, կրոնը, որ հիմնական կրոնա, то есть ինքը երկիր է, որտեղ կրոնապետություն է եւ բացի կրոնապետությունից այնտեղ իհարկե կան համ մոլերանտ հավատացյալ, ասենք, շիա մուսուլմաններ, բայց մեծ մասը հոգևոր հարուստ, ասենք, մարդիկ են, то есть կրոնի բանը ազդեցությունը շատ կարևոր է նման հասարակությունների վրա եւ իրենք շատ են տարբերվում այն պետություններից, որտեղ պետության ղեկավարները բանա տարբեր կրոնների բողոքականության կողմնակիցներն են։ Ասենք քրիստոնյա սիոնիստները, հա, ասենք քրիստոնյա սիոնիստները, ասենք բանա Իսրայելի բաները խասիդներ չեն ղեկավարում։ Այն որ մեկ-մեկ ասում են ֆանատիկոս կրոնական Բիբի Նետանյահուն, խնդալս գալիս է, էլի, ասենք, ինքը թույն կոռուպցիաներ, թույն լկտի գյադա է, ասենք, բանա, բայց բավականին լուրջ իր երգիրը սիրող։ Հա, ու իր մոտեցումները, իր լկտիությունները, որ ասում, հեչ կապ չունի խասիդիզմի հետ, էլի, բացարձակ կապ չունի։ Խասիդները մեռան իրան, անիծելով, բան անելով, ասենք։ Հա, բայց իրանց գլխավոր բանը տանում է, էլի, որ համար մեկ ազգը։ Ուհա, տարածաշրջանում էդի տանում է հաստատ։ Չէ, այդ չի խասի, բանա ջուդության մեջ, այդ յուդայիզմի մեջ հակառակը պետություն պետք չլինի հրեական, պետությունը պետք է ստեղծվի, երբ որ Մոշիախն է գալի, այդ բանա Մեսիան մեր կարծիքով Քրիստոսի երկրորդ գալուստը։ То есть իրանք Իսրայելը համարում են սխալ պետություն։ Ես էդի չէի ասում։ Մոլերանտ բանա հուդայականները։ Մոլերանտ հուդայականները մեկը իրանց համարում են համար մեկ ազգը, ոնց որ դե շատ կներես, մենք էլ ենք մեզ համարում, պրոստը ասենք բախներս չի վերել, հա, հələ չենք կարացել ոտի կանգնենք այնքան, որ սաղին բացադրենք, որ մենք բանա Աստծո ընտրյալն ենք։ Իսկ ինքը կարացել է, օգնականներ շատ է ունեցել։ Բանը, ուզում եմ ասեմ, իրանք բանա լինելով բավականին հոգևոր ժողովուրդ, էդի վերջապես թուրքերն էլ հասկացան, անգամ 12 օրյա պատերազմի ժամանակ բանային անում, թուրքերը մեր եղբայրներն են Իրանում, բան այդ թանկ վեգալ ենք, կպցնենք մեր գրկին, փաթաթենք, բանա, երբ պետք է մեր գիրկը վերադառնա, ասեն, որ մենք տարբեր քաղաքների մասին ենք երգում։ Միջալից իրանց շուկաներում ցույցեր ոնց որ սկսել էր, բայց շատ արագ հանգավ։ Այդտենց մտածելակերպով, ասենք, գաղափարախոսություն էին առաջ տանում, անցած տարի անգամ հունիսին։ Հա։ Բայց այս նոր տարուց առաջ, թե նոր տարուց անմիջապես հետո, անսպասելի այդ բանա Բաքվի կապիկներից մեկին եմ տեսնում, բանա, որը որ ոնց թիվ 1 top 10 բանա քարոզիչների մեջ է մտնում ու մեկ էլ ասում է, բանա, ժողովուրդ, մի սխալվեք, այն թուրքերը իհարկե գենետիկ մեր հետ շատ մոտիկ են մեր լեզվումը, բայց մենք շատ ենք տարբերվում, իրանք օրը 5 անգամ նամազ են անում, իսկ մենք ասենք ցիվիլ, բավականին եվրոպականացված, ասենք ազգ ենք։ Դա նշանակում է վերջապես իրանց գլուխը մտա, որ իրանք եթե հանգարց ինչ-որ ձևով այդ իսկական Ադրբեջանը, ասենք Բաքվի հանրապետությունը հանգարց ինչ-որ ձևով գրավի կամ կպցնի Իրան, ինքը քաղաքի մեջ է, վերջը տեղ հասավ, էլի, որովհետև քաղաքի մեջ է ինքը 9 միլիոն է, անդե 20 միլիոն իսկական հավատացյալ է գալ, լուրջ հավատացյալ, ոչ թե այս կապիկները, որ ձև են տալի, որ հավատացյալ են, բայց ասենք, բանա, կարգին կրոնին վնաս են տալի։ Թուրքերի մասին եմ խոսում, բան չանեք, էլի։ Բայց շատ կոպիտ է արտահայտվում, էլի։ Դե տենց է։ Բանա, արախ խմող մուսուլման արդեն կապիկ է։ Իրանք թաքուն են խմում, բայց սալ չեն ուտում, խոզի միշտ չեն ուտում։ Սալել են ուտում աղբորպես։ Ես երբ որ 2 տարին հաշիվ չի։ Այն բանա թուրքերը երբ որ բանա շատ էին մաշվում զորամասում մեր ուչեպքում հաց ուտելուց սալով բան ճաշերը չէին ուտում։ Մի օր հավեսով եկա, ասի հեսա էլի մի 8 հոգու ուտելիք եմ ուտելու, թուրքերի հետ մի սեղան էինք նստած, ես ու Անդրեսյանը,
Անդրեասյան Վովան էլի իմ բանակային ընկերը գանք տենանք դրբում են ասենք բայց ձեր մուսուլմանությունը ինչ եղավ բան խոզիմիզման ասացին Ալլահը ասել է բանա 2 տարին հաշիվ չի դե դա նույն արաղ-մարաղի վրով էլ ասել է աստորեն բանա լավ հիմա մի քիչ ավելի կոնկրետացումներ ռազմական գործի հետ կապված հարկ կղզի մասին գիտես հա ինքը Օրմուզից որոշակի հեռավորության վրա է դեպի Պարսից ծոցի խորքերը ափից ինչքան էր հեռու իրանական ափից չեմ նայել այդ հեռավորությունները բայց այդպես մի 35-ից 40 կիլոմետր հեռավորության վրա փողային հրետանին չի հասնի բայց բանա հրթիռային հրետանին հեշտությամբ անգամ հրթիռները չէ հրթիռային համակարգերը բանի պես ասենք կատյուշայի նման տոճկա ու բան այդ կարգի իսկ նմանատիպ հրետանի հրթիռային Իրանը ունի դեսանտային բանը այդ կղզու վրա եթե ամերիկացի իջնեն եւ տեր կայնեն դրան Իրանը հնարավորություն ունենալու ընտրել թողել է դեսանտնիկներին անդե եւ այդ վինտիլը գլխավոր իրանական նավթի էքսպորտի վինտիլը խոսքը այդում միջև 90-90 քանի տոկոս անգամ բանա որը տեղով է նավթը այդում տանկերների մեջ լցվում դե իրանական նավթը շատ քիչ է էլի ասենք ուրիշ ճամփեքով դուրս գալի հիմնականում տանկերներով որտեվ նավթատարեր կամ չկա կամ շատ քիչ է ուղին քանի տարի է էմբարգոների տակ է դրա համար էլ բացի դրանից այդ սովետ հոչեր ղրգի դե արաբներին հոչի ղրգի նավթ միակ ճամփեն ուներ դեպի Թուրքիան էլ ասենք բանա ՆԱՏՕ-ի անդամ լինելով Իրանին կզսնելու գործողություններին բոլոր մասնակցելով կարար ուղարկեր Աֆղանստանը պետք չէր նավթը ինչ է անում ասենք Տրուբեկով մաշնով բերում է այդ իրանց մոտոցիկլետները լցվում է լավ բանա այդ կղզին հնարավոր է դեսանտային օպերացիան այո հնարավոր է պետք է այդքան մարսկոյ պիխոտա ես նայեցի այդ կղզու չափսերին 300 հոգի պատալով չէ դե մնացածը ապահովող են ինչ են ապահովելու դե որ գա ծովի մեջ միշեն լինելով ապահովելու են մնացած դեսանտնիկները օթից պարաշուտով sense գալու են կախվեն ու ճիշնեն ու ապահովեն չէ օթից չէ նավերում է սպասելու որ այս մեկին ոչնչացնեն երկրորդ ալիքը երկրորդ ալիքը ապ դուրս գալն է արդեն մայրցամաքի մայրցամաքի ապ կարան դուրս գան իհարկե կարան որովհետև իրանք կարան բանա ֆիլմ կա ոնց էր այդ բանա ֆիլմը որ վերջերս նայեցի երկրորդ անգամ է որ զենք չի վեկալում ու ճապոնական соображением совести հա բանա ինչ է անում ընդ նավատորմը դե մոտիկանում է քրքրում ասենք ափը որ կարանան դուրս գա հետևակը կարնա այդ սցենարը չի աշխատի աշխատի եթե կարանան հա ընդ գալիս է բայց եթե այդ գներով հնարավոր է աշխատել որ ասենք փոխադարձ խփելով բանով Բախյա Լինկոլնը 700 կիլոմետր ափից հեռու արդեն 1000 հեռացել է ֆորնել է հեռանում դեպի դեպի կրետե կղզի վնասվածքներ իրանք պատրաստ չեն գան փող հրաձգության մեջ մտնեն անգամ եթե իրանց վրա 5-ը փող աշխատելու իսկ իրանք 500-ով դրան պատասխան են տալու որովհետև իրանք մաքսիմում կարանալու են մի հատ ժայռ փշրեն թե կամ 10 հատ ժայռ շեբեն դարձնեն հետո շինանյութի մեջ օգտագործելու համար երևի Իսկ այնտեղ իրանց բանա իրանական հրթիռները իրանց տակ եղած ասենք 5 միլիարդ դոլարանոց նավ վառելու կամ կես միլիարդ նայած ինչ նավի վրա է էլի ասենք ու տենց մի քանի օբշի իրար հետ մի քանի տասնյակ միլիարդի նավեր կառավարի то есть անհամեմատելի է այդ նույն բանն է էլի ոնց որ տամագավկով բանա խփում չէ շախի դեմ ասում կներես Բայց Պետրիոտով շախիդ են խփում Համագավկով որ այդում պալատկի է խփում կամ էլ ասենք $1 միլիոն բանով խփում է մի $100,000 շինություն է փշրում բետոնային բան սենց կամ քարից շարած փաստորեն շին հրապարակ է սարքում էլի ընդ անհավասար է կարճ ասած դա չի լինելու կղզին մտնել կարող է մտնեն կարող է մտնեն ոչ թե ոչնչացնելու որտեվ հերվից ոչնչացնելը ավելի հեշտ է այլ մտնեն վեկալեն իրենց ձեռը
վինտիլը։ Այդ դրա մասին է խոսքեր գնում իրականում։ Հա, բայց ասենք եթե իրանք էդի վեկալ են, իրանք մի գումարտակ է պետք։ Էդի նշանակում է ամերիկացիք մի քանի հատ կամ մի հատ էլի դեսանտ են նախապատրաստում շատ ավելի մեծ հնարավորություններով ու ուժերով, ասենք ստե մի գումարտակ գայշնի կամ կես գումարտակ, մեր գումարտակի չափերով ես ասեցի, 300 հոգի ընդե այսպես ծով է, էլի կրուգլի սուտկա, մի ռոտայի գործ է, մի վաշտի, մի գումարտակը լրիվ հերիքա ամբողջությամբ կոնտրոլի տակ պահեն այդ կղզին։ Ուրեմն բանը 500 հոգի եթե իրանք այդտեղ նստեն, այն 5-ից 7000 օդային դեսանտը եւ բանա հետևակը կարա շեղող բան անի, ասենք վերցնի Բուշեր քաղաքը, խոսքի օրինակ։ Բուշեր քաղաքը վերցնելով ինքը նույն ձևով կարող է ապահով դառնա, որ իր վրա հրթիռներով չեն խփի, որտեվ ինքը Բուշեր քաղաքից բացի վերցնի նաև ասենք ատոմակայանը, ոնց որ ռուսները վերցրեցին Զապորոժիայում ատոմակայանը ու իրանց վրա գրեթե ոչ մի բան չի գալի այդ հատվածում։ Ամենաապահով տեղն է, էլի ռուս-ուկրաինական ճակատի։ Նույն ձևով Բուշերը կլինի ապահով տեղ, այլ իրանացի որոշ քանակի, ասենք ատոմակայանի կողքերն են գնացել բանանում, մնում հիմա որ իրանց չխփեն։ То есть նույն ձևով ամերիկացիք կարան գան Բուշերը վերցնեն, իսկ դա դեսանտային եւ օդադեսանտային եւ ծովային օպերացիայով հնարավոր է անել։ Իրանը Օրմուզի բանը պետք է անցնել, չէ՞։ Այդտեղ մի հատ հետաքրքիր բան կա։ Մեկը Օրմուզով պետք է անցնեն։ Օրմուզով անցնելուց այդ դեսանտային նավերը անպաշտպան են լինելու։ Ну, բանա, երևի լսել եք, Օրմուզը մինչև 20 կիլոմետր լայնք ունի, բայց այնտեղ ասես մի հատ խնդալու բան կա, էլի։ Նավերը 20 կիլոմետր լայնքով չեն տեղաշարժվում, այդպես բան գոյություն չունի։ Գոյություն ունի ֆորվատեր բառը, բանա, որը նեղ տարածքը, որը ամենախորն է, քշում են ֆորվատերով։ Ֆորվատերով գնալուց, ասենք, իսկ ֆորվատերը շատ կոնկրետ է այդտեղ։ Ամեն ասենք լայն տեղը 5 կիլոմետր է, ինչքան հիշում եմ, 2-ից 5 կիլոմետր լայնքով։ Այսինքն են ծովային բաներ միները որ ասում էին 20 կիլոմետր կամ 18 կիլոմետր պետք չի անել։ Իրանք 2 կիլոմետր կմինապատեն երիկա, բայց իրանք դες բան չեն անի։ Իրանց նավերն են գնում գալի։ Բայց հիմա եթե գան այդտեղ արդեն իրենց նավերն չեն թողելու անցնել։ Հա, այդ էլ կա։ Հիմա ռազմական նավերը որ գան այդ շարվեն ու այդ պարադով էթան շատ կոնկրետ տեղ, այդ 2 կիլոմետր տարածության մեջ, ընդ վրիպել ուղակի անհնար է լինելու, իրանք ելնելու են։ Իսկ ուտեղի վրա ոնց որ մատուցելու են։ Տիրի բադիկներ են ելնելու։ Կարճ ասած մի քիչ կասկածելի է։ Դրա համար հնարավոր է բանա, որ դեսանտային բանը ապահովող բանը նեղուցի մոտակա կրակակետերը վերցնելու համար օգտագործվեն, հետո ծովային հետևակը գա այդ ափը վեկալի։ Էդ էլ է հնարավոր, որովհետև Բուշերը այդ նեղ տեղը ափը իրանք վեկալելուց կարանալու են ապահովեն նավերով գան կանգնեն եւ բան պահեն, որ մոտիկ չգա պարսկական զինուժը, դա հնարավոր է։ Նման օպերացիա իմ փայլուն ուղեղով, որը անցել է, ասենք, գործում եմ Իրանի մտներով էլ անցած կլինի։ Եվ ինչ որ դրան դեմ երևի մի բան, երկու բան, 3, 4, 5 սցենարներ կա մշակված։ Так что մենք հələ կտեսնենք որոշակի զարգացումներ։ Իսկ կարող չենք տեսնի, որտեվ կարող Տրամպը հայտարարի բան, չէ, բանը, ես հաղթել եմ ու հեռանա, Իրանն էլ հետևից հա ռակետով խփի, Իսրայելին խփի, ասի չես հաղթել, արի։ Դե հիմա ոնց որ դեպի դրան էլ է գնում իրականում, այդ սցենարն էլ է։ Իսկ ոնց ես կարծում, Իրանը կհամաձայնվի առանց կոմպենսացիայի հաշտություն, զինադադար։ Ինձ թվում է այդ մաքսիմալ պայմանները, որ ինքը տվել է, որ ինչ-որ միշտ էլ տենց են անում, էլի գալիս են բանան, ոսկի սարեր են ուզում, որ մի 20 գոնե հասնի։ Չէ, եթե ինքը կոմպենսացիա չանի, իր տնտեսությունը վարի կեթա։ Ինքը կոմպենսացիա ուզելու է, իր ուզած չափով կարող է չտան, քիչ տան, բայց դե կարող է ասենք մի զոհված քաղաքացիականի խոսքի օրինակ 1.5 միլիոն ուզի, զինվորականի համար 500 ուզի, կարող ասենք կեսը ամերիկան շենքերներ դնի հաշվարկի մի խոսքով այնտեղ կարա էլի բան անի։ Ուղղակի
հələ որ չեն բանակցում, հələ որ իրանց սցենարներից մեկով է գնում։ Հետաքրքիր է, 25-ից 30 միլիարդ ճիշտ է, որ շինություններին վնասը չի գերազանցում բանի Իրանի վնասները։ Տենց թիվ եմ լսել։ Ես չեմ լսել։ Եթե իրանք տենց թիվ են վարի տվել ու օգտագործել են կայնիլա 100 չէ 100 շատ ես ասում, միլիարդ չէ, 100 քանի ինքնաթիռ Ամերիկան է օգտագործում, այդ մենակ Ամերիկան էլի։ Դե Ամերիկայի ծախսերը մենակ ամեն Ամերիկայի ծախսերը ինքնաթիռը մոտ 10, հիմա պետք է որ 13-14 միլիարդ լինի։ Ավել կլինի, ինձ թվում է։ Օր միջինը օրում 1 միլիարդ էր, հիմա որի օրն է, այտենց պետք է նայենք։ Արդեն 20 միլիարդին մոտեցել է, բայց այդ ծախսին պետք է գումարես ինքնաթիռների արժեքը, որոնք ոչնչացվել են։ Ոչ մեկ բան չի արել։ Չէ, որոնք ոչնչացվել են։ Դե ինչ-ինչ պատճառներով։ Երկու հատ զապրավշիկ ոնց որ օդում իրար են կապել։ Ռազմական օդանավ վարի է գնացել։ Ռազմական օդանավ, որ հենց ամերիկացիներն է, F-15-ներից 3-4 3 հատ Քուվեյթում խփեցին։ Այդ անկերական բանով։ Մի հատ Իրաքի կողմերն է անգել, Իրաքի իրան սահմանին։ Պլյուս դա զապրավշիկները, առելիք այդ կերոսին զապրավ կանոնները։ Իրաքի սահմանին, որ ասում ես, այն 135 բանն է, այդ ինքնաթիռը։ Չեմ հիշում։ Չէ, ոնց որ F-15 էր էլի։ Բայց բանը որս էր սկսել դրա համար, հանեցին իրանք դեսանտ իջացրեցին, Ամերիկա իսրայելական դեսանտով դուրս բերեցին օդաչուին։ Դրանց բաց այդ 5 դազապրավշիկներն են, որից 2-ը օդում է խփվել, լիցքավորիչներ, որ օդ են հելնում եւ օդանավը առանց ներքևիշնելու լիցքավորում։ 3 հատն էլ Սաուդյան Արաբիայում կային аэроպորտում այդ Սուլտանի անվան Քո թվարկածը արդեն ունես միլիարդին մոտիկ մենակ օդանավերը կայնավ։ Հա, բայց դե ես 13-14 միլիարդ եմ ասում։ Իսկ հիմա հաշվի 100 ինքնաթիռ այս ինտենսիվությունով ասենք որ իրանք թափելու են դառնալու։ Հիմա քանի որ բայց խեն է ինտենսիվ օգտագործում, որտեվ Իրանը իր լակատերները ամբողջությամբ համարյա շարք ամբողջությամբ համարյա, հա, վնասել է կամ ամբողջությամբ վնասել ու պետք է իրանք տենան այն համակարգերը ինչ ունեն, որ Իրանը 100 հատ հրթիռեր արձակում 10-ներ տեղ հասնում, հիմա էլ չունեն։ Իրանը այն վաղ 100 հատ էր ուղարկում 10-ը հասնելու ու 10-ներ տեղ հասնում, հիմա 15 հետ էս, որ ստացիոնար շարված էր, որոնք ստացիոնարները տարածաշրջանում երևի մենակ ինջերլիկում է մնացել, որ չեն խփել։ Չէ, մեկ էլ փիրին չեք, հա, կարծեմ։ Հա, թուրքական բաներում է։ Թուրքիայում բան կա երկու հատ հենց հերո նայող բաներ կա, մեկ այդ արևելքում Փիրինչեկ բայց դրա ուղղությունը ոնց որ բանը դեպի Ռուսաստան։ Իրանք երկուսն էլ դեպի Ռուսաստան էին։ Մեկը Թուրքիային է տվել ինքը, հինը, որը 80 քանի թվերին ենք մենք ուսումնասիրում, ասենք սովետի այդ զորքերում ծառայելուց։ Այն մյուսը կառուցելուց հետո ինքը տվել է այսի թուրքերին, հինը։ Հիմա այդ հինը ինչքան հիշում եմ սովետիկ հանդվելուց հետո իմաստ չկար երկուսն էլ են կողմ նայեն, ինչ որ մանիպուլյացիաների արդյունքում շուռ են տվել դեպի Իրան, Պակիստան, բան սա։ Հա, հնարավոր է։ Եթե այդ երկուսն են, դա դեռ քիչ է, որովհետև տարական ռադիոն տեղորոշելու համար տրիանգուլյացիա որ կոչվում է, մի քանի հատ լսող ապետ, որ համեմատաբար ճշգրիտ որ բանը Արցախի օկուպացված տարածքներում այդ էկո գյուղերը որ սարքել են, դե շատ մեծ քանակի բաներ է շարած իսրայելական։ Հա, բայց այդ բանը բայց դա ապացուցված չէ։ Չէ, մեծ լակատերներից չկա, իմաստ չկար, ու եթե շարածլներ բանա ինքը կերևար էլի Սպուտնիկովի բաներով, իրանք մեծ շինություններ են, մեծ Չէ, դե փոքր բաներ է արած։ Այդ փոքրն էլ տակտիկական, ասենք, մակարդակի բաներ է, եթե դա է, ստրատեգիական մակարդակի կարա ռադիո էլեկտրոնային պայքարի միջոցներ լինեն, հա, կարա հանգիստ որով որ սպանեցին Իրանի նախորդ նախագահին։ Ու արտաքին գործերի նախարարը։ Եվ արտաքին գործ։ Այսինքն այդ Պանդորայի
արկղը փաստորեն բայց իրանք էդի թաքուն էին արել։ Դե հիմա հա բացահայտ են։ Միջնադարում որ խոսքի էս ինչը սրան թույնեց Համլետի հորեղբերը աղբոր ականջի մեջ թույն կաթացրեց բան sense բաներ, հիմա էդի ռադիոէլեկտրոն միջոցով է, չգիտեմ, ռադիացիա։ Բացի այդ ինքնաթիռներից օդաչուով մեծ քանակի անօդաչուներ են խփել, որը ինքնաթիռից Ահագին էժան են, ահագին էժան է, բայց սու 30-ի գին է։ Դե մենք պետք է բան անենք, Տրամպին հավատանք, որտեղ ինքը կարծում կապող է այդ բանը։ Այսինքն հավատանք, որ հեսա մեր սիրելի Մակրոնը պաշտոնից ելնելու է, արդեն երկրորդ անգամ է։ Չէ, ինչ որ ինքը ասում է բանի վերաբերյալ, ասենք Իրանի վերաբերյալ։ Եվրոպացիների մասին եվրոպացիների մենք ավելի շատ Եվրոպա ենք սիրում, քան բան, որտեղ ուզում ենք Եվրոպա մտնենք։ Չէ, ես գիտեի բոլորը երազում են Ամերիկա գնան հայերը։ Չէ, Ամերիկան երկրորդ սորտ Եվրոպան է, հավակնությունը հայերը փող միջոց չեն խնայում Ամերիկայում հայտնվելու համար։ Երկրորդ սորտ Եվրոպա, Ամերիկա, երբ որ եթում ես, այնտեղ ավելի մեծ շանս կա, որ քեզ կընդունեն։ Իսկ առաջի սորտ Եվրոպա, այնով որ համոզված չի, որ այն բանը կարա այդ Եվրոպա, ինքը եթում Ամերիկա։ Իրականում դա մեր թեման չի, ուղղակի այսօր մի հատ պատմություն կար, չենք էլ պատմի։ Բանը երկրորդ բանը սցենարը ասենք այդ կղզուց բացի ոնց մտածում ես Իրանից ոչ լայն ճակատով հնարավոր է նավթատար այդ բաները պրովինցիաները ոնց կա նահանգները վերցնելու բան որ մտածում ես կարա լինի ինչա պետք է ցամաքային օպերացիայի համար որ հարավում հա իմիջիալոս Թուրքիայի կողմից հարձակման եւ այս մանր թուրքիկի Ալիևի ասենք իրականում թուրքիկ չի թուրքել չի ասենք ինքը կուրդ է ցակումով հա բայց բանա այդ իր կողմից հարձակումը չի բացառվում էլի բայց եթե վերցնենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հնարավորությունները մեկ էլ հնարավոր է որ ինքը ծրագրամը մինիմում անի որ օկուպացնի այդ նավթատար շրջանները, իսկ նավթատար հիմնական շրջանները, հիմնական, որտեղ Իրանի ինչքան հիշում եմ 80% նավթն է բանանում, դա Իրաքին կպած այդ երկու նահանգներն են։ Մեկի մեջ 1 միլիոն բնակչություն, մյուսի մեջ 3 թե 4 ընդհանուր մի 5 միլիոն բնակչություն ունեցող երևի Հայաստանի սահմաններից բանը, то есть տարածքից ոչ շատ մեծ այդ երկու նահանգը մենակ վեկալի կարող է համարի, որ ինքը հաղթել է ու դա հենց հաղթանակը այդ նահանգներն Իրաքից մտնի։ Հա, Իրաքից։ Բայց, ստե մի հատ բայց կա, որպեսզի ինքը այդ բանը անի, ինքը մինիմում պետք է ձևավորի 100-ից 150, իսկ հնարավոր է 250 հազարանոց խմբավորում։ Այսօրվա քաղաքացիական տեխնոլոգիաները եւ տեխնիկաների զարգացվածությունը ինչ աստիճանի է հեչ տեսել ես ուկրաինական ճակատում են որ sense վերևից նկար ալնում այն քաղաքները գյուղերը ցելոֆոնապատած որելնում է ուշադրություն չեմ դարձել Էդի են FPV-ների հետևից բարակ մոլուխ եթում է այնքան հազարներով եթում են որ գյուղը ցելոֆոնապատածի տպավորություն է թողում կադրերի մեջ նման պայմաններում երբ որ այդ վիճակն է ինչքան վաղ ասենք պատերազմը եթում է ռուսի ու ուկրաինացու Սա եղավ արդեն 4 տարին, 4 տարի, ինչ 4 տարին, 4 տարին լրացել է։ Հա, 5-րդ տարին։ 5-րդ տարին է այդում։ Ու արդեն մի 2 տարի մեծ զինվորական խմբավորումների, զորքերի տեղաշարժ չենք տեսնում։ Եթե տեսնում ենք շատ խորքում, ու ոչ մեծ այնց, ասենք մի բրիգադ լավագույն դեպքում, հա, պիտնաշկան տեղաշարժվում էր կամ էլ Ախմադ բանի գնդի ինչ որ հատված էր տեղաշարժվում կամ բանը այնտեղ Ուկրաինայի արևմուտքում ինչ որ պոլկ էր բանը գունդ էր պարապում բայց նման տարածքներ վեգալելու համար պոլկ բրիգադ անգամ 3 բրիգադ քիչ է իսկ մենք չենք տեսնում ասենք մեծ խմբավորումներ Ուկրաինայի ճակատում ռուս-ուկրաինական որովհետև այդ ցելոֆոնապատվում են գյուղերը հնարավոր չի ասենք
մեծ խմբավորումներ ձևավորես եւ հարված չստանաս։ Եթե մի քիչ մոտիկ ես, $200-ից $500 FPV շկեքով։ Եթե մի քիչ հեռու ես, գերանով կամ էլ շահեդով։ Եթե ավելի հեռու ես ձևավորում խմբավորումը, լագեր ես դրել, բանը, արդեն կգա, ասենք, լանցետա, իրանական, ասենք, շախեդա տիպի մի բան կգա։ Շախեդել չէ, արդեն ես ինչ անուններ են այդում, որ չեմ հիշում, մեծ հրթիռներով, կարճ ասած, խմբավորումը Ամերիկան ոնց է ձևավորելու, հետո հիշենք բանա, Քուվեյթի ազատագրման օպերացիան, որը 91 թվականի փետրվարին տեղի ունեցավ, Դա Բուրյա Պուստինն էր։ Ուրեմն նոյեմբերին կարծեմ, թե դեկտեմբերին 90 թվականի բանը հարձակվել էր Իրաքը Քուվեյթի վրա, նույն պայմաններում մի քանի կիլոմետր էին մարտի կռիվների մասին եմ խոսում, էլի, դրա համար լրիվ իդենտիկ պայմաններ է։ Այդտեղ ուրեմն ինքը 3 ամիս խմբավորում էր ձևավորում ռազմական, ու ոչ մեկ իրան ռիսկ չէր անում, կրակեր իր բանը հակառակորդն էլ Սադամ Խուսեյնը կիսապպզած սպասում էր, որ հեսա վրան հարձակում կլինի, թե բանակցություն կլինի, չէր կարող կողմնորոշվեր, ամենահեռու ռակետն էլ իր սովետական սկադերն էին, որոնք էքսպորտնի վարիանտներ 200 քանի կիլոմետր խփող։ Պաստորեն ինքը 200 կիլոմետրի վրա դրեր զորքը խմբավորումը պատրաստում էր, ոչ մի բանով չէր էլ կարա խփեր Իրաքը։ Ու հետո հարձակում եղավ եւ դե հիմա պետք է դնի 2000 կիլոմետր հեռավորության վրա։ 2.5, որովհետեւ Կիպրոսը 2000-ը սահմանից։ Եհո սահմանի վրա չեն բերե կրակել։ Մի քանի 100 կիլոմետրից են խփել։ Իրականում կարող է Իրաքից էլ կրակածել են իր պրոքսի ուժերը։ Էդ էլ է հնարավոր։ Որտեվ հնարավոր է Լիբիայից էլ կրակածել են։ Հեչ չեն հաստատել։ Պրոքսի ուժն էլ ինձ դուր չի գալի, գիտես, չէ, որովհետև նայեք, Հեզբոլլան շիաների ամալ կարբանի ռազմական խմբավորումների բանը զարգացումն ու շարունակականությունն է, երբ որ ամալը ավելի քաղաքացիական դառավ, շիա բանը ռազմական խմբավորումը Լիբանանի, այդ վաղ Հեզբոլլան ոնց որ բան արեց, անջատվեց ու սկսեց բան անել։ Ինքը ստեղծվել է ավելի շուտ, քան իրանական բանը իսլամական հանրապետությունը։ То есть ինքը ավելի հին կառույց է, ու իրան անվանել պրոքսի, իսկ պրոքսին դա ենթադրում է նաև ապրիորի ենթադրում է, որ այս ուժն է ստեղծել Իրան, այս ուժը Իրան չի ստեղծել։ Ուրեմն Հեզբոլլային Իրանը չի ստեղծել, իրանք ավելի շուտ ավակ եւ կրտսեր դաշնակիցներ են, եւ պրոքսի ուժը հիմա արդեն բանը կռվի մեջ կխառնվեր մաքսիմալ, ասենք, փորձելով շեֆին փրկել։ Իսկ քանի որ իրանք դաշնակից են, Հեզբոլլան նույնիսկ հայտարարել էր, որ եսի ինչ անեք, մենք չենք խփի։ Դա նշանակում է ինքը առանձին կառույց է։ Բայց դե պատերազմը հայտարարել է ու հայտարարել է ի պատասխան էս, ինչքան վաղ այդ կռիվը եթում է բանը Լիբանանի հարավում։ Ուղղակի ասենք բանը դրա մասին չէր հայտարարում Իրանը, իսկ Իրանը բանը Իսրայելը, իսկ նման չհայտարարված պատերազմ վարել Իսրայելը սիրում է 2006 թվականի հենց նույն տարածքները զավթելու փորձ կատարելուց, ասենք, ինքը ընդհանրապես 10 տարի թե 20 տարի հետո նոր որոշում ընդունեց, որ այդ օպերացիաներին մասնակիցները թոշակների համար ընդունեց, որտեղ հատուկ զինվորական օպերացիան նույնը չի, ինչ որ պատերազմ, այո։ Բողոքի ակցիաներ բաներ։ Ասածս այնա, որ բանը այնտեղ պրոքսի ուժ չի, էլի, ասենք Հեզբոլլան, ինքը դաշնակիցն է Իրանի, որը որ իր շահերով է ղեկավարվում, ուղղակի իրանց շահերը շատ տեղերում բռնում են եւ ավելին դաշնակիցից ոչ մեկ չի կարա պահանջի։ Հենա նայեք Տրամպը պահանջում է Ֆրանսիայից, Անգլիայից, եսիմումից, եկեք դուք էլ մասնակցեք, ասում են հո պարա խելքդ հացի է տես կերել։ Ինչ ունենք այդտեղի գանկը բանը Իրանի հետ կռվելու։ Մենք կպաշտպանենք Եվրոմիության, եսիմինչ Կիպրոսի կղզին կամ Կիպրոսի կղզում գտնված եվրոպական, արդեն Եվրոպայից դուրս է, չէ, անգլիական ռազմաբազան է ուզում ասեի,
Հա, չէ, Կիպրոսն են պաշտպանում։ То есть դաշնակցին պետք է պարտադրես, որ չուզած բան անի։ Իսկ բանը պրոքսի ուժը ինքը գիտի, որ պարտադրելուց բացի նաև շեֆերին փոխել կա, то есть տերը կարա շեֆին փոխի այդ մերժում անողներին։ Դրա համար մերժել չկա պրոքսի ուժերի կողմից։ Անկամ խուսիտները Իրանի պրոքսի ուժը չեն։ Անկամ Իրաքի բաները պրոքսի ուժ չեն, բանի Իրանի, որովհետև բանի առաջնորդը Սիստանի էր կարծեմ ազգանունը, բաների շիաների առաջնորդը բազմաթիվ անգամ Իրանի հետ հակասությունների մեջ ա մտել, նույնիսկ ասենք հրապարակային այս վերջի 10 տարվա մեջ։ То есть եթե դու ուշադիր նախորդին նայում ես, սկսում ես մի քիչ ուրիշ ձև նայել, էլի։ Դա լրատվամիջոցներում է պրոքսի ուժեր ասվում, դրա համար ավելի հասկանալի լինելու համար։ Դա հաճախ քաղաքական նպատակ ունի եւ պրոպագանդայի նպատակ ունի։ Մենք պետք է աշխատենք պրոքսի ուժ ասելով ի նկատի ունեն, որ Իրանի կողմից ֆինանսավորվում է։ Դա շատ կներես, Սովետը Ամերիկայի պրոքսի ուժն էր, հա։ 40 թվականի 41 2 3 թվականի ժամանակ փողեր տվե ասել էր իմ տեղը կռվի ոչ բաներ լենդլիզ օրենք էր ընդունել փող չէ հա նյութական միջոցները մենք բանա ու անց հա բայց ասել էր իմ տեղը կռվում ես դրա համար ես էդի անում դրա համար նիսայով եմ տալիս ապրանքը ոչ թե ասենք տալիս եմ անվարձահատույց սա հիմա նույն ձև կաղա էդի բանա Իրանն է արել լենդլիզը Չէ, ապի դաշնակիցներին աջակցելը փողով, զենքով, դասով, մարդկանցով ամեն ինչը արել է Սուլեյմանի ժամանակ էր հələ այդ բաները ստեղծվեց հանցը իր դաշնակիցներին։ Սուլեյմանին հենց դրանով էր ուժեղ, որ ինքը հասկանում էր, որ սրանց պետք չի պրոքսի ուժ դարձնել։ Ինքը իրանց անկախությանը չէր կպնում։ Չէր կպնում ու բաները Դրա համար էլ կարացավ այդ գոտին ձևավորի անվտանգության։ Ինքը դնում, ոչ թե Իրանից էր գալի, այլ գալիս ինքը տալիս էր չիրտյոժները, ասում էր սարքեք, դուք ձեր մոտ սարքեք, օգնում էին Իրանից մասնագետներ էր գալի այդ հրթիռները։ Նկատում ես գծագրերն էր տալի։ Գծագրերը, հա։ Ես ռուսական դպրոց եմ սովորել, ինքը հայկական։ Բայց արի արդեն ամփոփենք։ Արի ամփոփենք։ Բան համարյա չխոսացինք, բայց բանը կարճ, ասես շատ կարճ ասեմ։ Վտանգները մեր վրա դեռ կախված են, տնտեսական մենք արդեն զգում ենք, ապրանքները Իրանով չեն գալի Հայաստան, այն որ հսկայական քանակ բանը համաշխարհային խանութից ասես պայմանական Իրանով էր գալի, ասենք Հայաստան ապրանքները ռազմական վտանգներ բանը փախստականների եւ ասենք ավելի վատ բաների, այդ թվում նաև օկուպացիայի փորձի, պատերազմի մեջ ներքաշելու բան, այդ վտանգները դեռ պահպանվում են, դրա մասին նախորդ հաղորդման մեջ ենք խոսացել, հիմա չանդրադառնանք ու պահպանվում են, չեն փարատվել նաև նրա պատճառով, որ մենք մեր մարմնին ավելի շատ նագրոսկա չենք տալի, մի քիչ ավել չենք վազվզում, մի քիչ ավելի շատ չենք համբուրվում տարբեր երկրների ղեկավարների հետ եւ ավելի շատ բահի եւ բետոնի գործ չենք անում, ասենք սահմանի վրա, քան նախատեսվածա բյուջեով։ Բայց բյուրոկրատիան իշխում է։ Բայց գոնե անվտանգության նիստերը շուշուտ է լինում։ Դա դե լավ է, հա, վերջապես։ Գոնե պուլսը ձեռքը փորձում են պուլսին պահել, էլի նորություններ են գոնե լսում։ Հուսանք, ասենք, ինձանից մի քիչ շատ են նայում ոչ թե մեր ղեկավարները, այլ իրենց սպասարկողները, բան այդ տեսակետից մի քիչ են այդ սպասարկողները ներքսի բաներով զբաղվում, այլ դերսի վտանգներին են մի քիչ ավելի շատ նայում, ուշադրություն դարձնում, բայց դաշտում գործ դա չենք տենում, то есть ավել անգամ մեր երկրի ղեկավարները չեն էթում պատժվում, չգիտեմ, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Չինաստանի ղեկավարի հետ եւ ավել անգամ չենք տեսնում, որ խոսքի օրինակ ինչ որ գործարանի կամ դպրոցի ավակ աշակերտներին տանեն սարեր բան անեն, էլի ասենք մոտակա բնակավայրերից խրամատ փորել տան կամ փախստականների համար պալատկեքի տեղ մշակեն։ То есть աշխատանքը արվում է ըստ բյուջեի մեջ դրած գումարների, դե հիմա բյուջեի չգիտեր որ Իրանի պատերազմը բյուջեի մեծ մասը գնում է ընտրություններին
Հուսանք չէ։ Մեր երկիրը էլի սկսեցիր քաղաքականացնել։ Ես ասում եմ, որ մերոնք 90 թվականից մինչև հիմա ուղեղից մեջ չի տեղավորվում մեր բանը հարավային հարևանին սկսում են ռմբակոծել ու նույն օրը հա իմիջիայլոց մենք տարբեր հայացքներ ունենք քաղաքական առումով։ Մի օր յուր կգաք, ասենք դալիճում նստած դրա մասին կարող է պատմենք, էլի, բայց sense չենք պատմի։ Չէ, ես Ռոմայում երբեք քաղաքականությունից չեմ խոսում։ Դա եմ ասում էլի։ Դեպքում էլ նույն ձևով։ Յուր կգաք ստեղ խոսենք դրա համար։ Դե պարտադիր չի, խոսքի աթան գյուղ կարող է գա։ Այն է լավ։ Ինձ ստեսություն ձեզ։ Պաշտոնը չի կարելի դրանց խոս։ Ստեսություն ձեզ։ Հաջողություն ձեզ։